Առանց կոնկրետ չափագրման ԴՀԿ աշխատակիցները այսօր քանդեցին Աբովյան 5 փակուղի հասցեում գտնվող ավտոլվացման եւ տեղ սպասարկման կենտրոնը, որը Զաքարյանների բազմանդամ ընտանիքի ապրուստի միակ միջոցն էր։ Ուրախ են քանդում, ու չգիտեն ինչն են քանդում։ Մայրիկ ջան, համոզված եղեք, որևէ անօրինական Անօրինական է արդեն, գիտեք ինչի։ Եթե դատարանի ջիր են կատարում, դատարանը գիտեմ ինչ է, երկիրը փտած երկիրը։ Գործողությունները իրականացվեցին տարածքը ոստիկանության նախկին գնդապետ Ղևոնդ Ղալումյանին տալու համար, ցույց տալու համար, որ ամեն ինչ իրականացվում է օրենքի տառին համապատասխան, ԴՀԿ օպերատիվ բաժնի պետի տեղակալ Գագիկ Հովհաննիսյանը ցույց տվեց ինչ-որ մի թուղթ, որի վրա պատկերված էր հատակագիծ եւ կապույտ գրիչով նշումներ էր արված։ Այս գծագրի մեջ ո՞ր է, ո՞ր մաս պիտի քանդում։ Այս ինչ գծագիր է։ Դա գեոդեզիական պլանն է, որը որ մասնագետի կողմից պետք է ցույց տրվի կոնկրետ կետեր։ Հիմա եթե դուք չվստահեցիք, մասնագետը գնաց իր գործիքը։ Թեև բանվորներն արդեն իսկ սկսել էին ապամոնտաժման աշխատանքները, Զաքարյանները պահանջեցին չափագրում իրականացնել։ Գեոդեզիստը ստիպված եղավ գնալ GPS սարք բերելու, որն էլ ինչպես պարզվեց, չի աշխատում։ Ես GPS-ը բերել եմ, որ կոորդինատներով նշարում անեմ, որը չի աշխատում տվյալ տեղը կոորդինատներով չեմ կարող անել։ Ինչի հիման վրա են Չգիտեմ, ես միմիայն կատարող եմ։ Հարկադիր կատարման ծառայությունը այն աստիճանին են շագրված անօրինականություն անել, որ չունենալով գծագիր եկել են քանդում են։ Իրանց պետին ասում եմ դուք գծագիր ունեք, ասում է հիմա կբերենք, բայց միջև այդ քանդենք։ Այսինքն իրանք չգիտեն ինչն են քանդում, հա, բայց եկել են արդեն քանդելու։ Այսինքն իրանք չունեն գծագիր ինչ մասն է գտնվում Հայցվորի հողի վրա որ քանդեն, սակայն եկել են քանդեն։ Ըստ հայեցողության, հա, ինչ տարածք որ ուզեն, ինչ տարածք ուզեն որ քանդեն, իրանք դաժե քանի որ չգիտեն, ասում են մենք օգուտ բան ձեզ կքանդենք, բայց իրանք չգիտեն մեր տարածքը ո՞րն է սեփականության հողի մասին։ Ղևոնդ Ղալումյանի տարածքը ո՞րն է, ինքը չգիտեն։ Հիմա եթե պետին հարցեք, ինքը տեղյակ չի, ոչ էլ հարկադիր կատարողն է տեղյակ։ Գագիկ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կլինի, եթե պարզվի, որ այդուհանդերձ քանդվել է տարածքի այն հատվածը, որը քանդման ենթակա չէր։ Չի պարզվի, արդեն դա պարզված է դատարաններում, դատական բոլոր փուլերի ընթացքում էլ այդ ամբողջ հարցերը քննարկվել է, այնձև չի, որ այսօր նոր այդ մասին տեղեկություններ են տալիս։ Երբ որ իրանք եկան, ես պահանջեցի օրինական գծագիրը գեոդեզիստի, որտեղից որտեղը անօրինական իրանց ասելով, իրանց որոշումներով։ Ինձ ասում են ըստուց ընդուց։ Այսինքն կոնկրետ օրինական գծագիր չկա։ Բերեցին ինչ-որ գործիք, գեոդեզիստը բերեց, որ ասեց հնարավոր չի չափագրումն անել եւ տեղը 100%-ով տեղը որոշել, որ մասնա քանդվում։ Այսինքն ինչ ուզում են, ոնց իրանց հարմար է, այդպես էլ պիտի քանդեն, թե պետ, շինությունը օրինական է, իսկ դատարանի որոշմամբ գրված է ճիշտ է պատկանում է սեփականությունը Զաքարյան Արարատի սեփականության իրավունքով, սակայն քանդել անկախ որևէ հանգամանքից։ Կենտրոնում գտնվող այս տարածքը Զաքարյան ընտանիքից վերցրել են առանց նույնիսկ փոխհատուցման։ Հիշեցնենք, որ նույն Ղևոնդ Ղալումյանի պահանջով նախորդ տարի էլ Զաքարյանների ընտանիքը վտարվել էր ավտոտնակի հարևանությամբ գտնվող իրենց տնից, որպեսզի այդտեղ կառուցվի բազմաֆունկցիոնալ շենք։